Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 13-ի համար։ Սիրելիներս, Կիրակի օրվա կանխատեսումը համարում եմ անիմաստ, որովհետև երբ որ շաբաթական կանխատեսում է լինում, արդեն մնացած տեսանյութերը կանգ են առնում եւ դրա համար էլ ազդում է ալիքի վրա։ Դե համար ես ձեզ համար կստեղծեմ մեկ այլ տեսանյութ, հետո որ դուք նայեք, օրինակ այսօր երբ որ ես սա եմ անում, ես կտեղադրեմ նաև շաբաթականը, իսկ հաջորդը արդեն հաջորդ օրվա համար կանեմ որևիցե մեկ այլ տեսանյութ, որ առանց տեսանյութ չմնանք։ Բայց օրվանը անիմաստ եմ համարում, որովհետև իրոք ազդում է այդ քիչ դիտողականությունը ալիքի վրա, որտեղ մարդիկ արդեն ֆիքսվում են շաբաթականը տեսնելու համար, օրվանը մնում է։ Դե համար երևի դեռ շաբաթն էլ պետք է հանել։ Դեռ տեսնենք։ Այսքանը եւ նույնն է Կիրակի է, ոչ ոք ոչինչ չի անում, լավագույն դեպքում ինչ որ տեղեր պետք է գնա կամ եւ այլն եւ ալիքս է փչանում այդպես, ալիքս արդեն փչացել է։ Այսքանը եւ տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև գումար կստանաք, օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա կարող է լինել ինտիմ հարաբերություններ, հանդիպում շփում ընկերոջ հետ, այստեղ եւս առանձին ունեք հանդիպում, կարող է ընկերոջն է ցույց տալիս, որ հանդիպում եք կամ նաև մեկ այլ մարդու, եւ ինչ որ տհաճ պահեր կան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 13-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հրավերք ունեք, բայց առիթի կարող է նաև նամակագրական կապի միջոցով են ուղարկում, հրավիրատոմս են ուղարկում, դուք եք մարդկանց ուղարկում հրավիրատոմս, ձեր ցանկությունները կիրականանան, ձեզ սիրված կզգաք, ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, նաև ձեր սիրելիների շրջապատում կլինեք, հանդիպում որոշ մարդու հետ, բայց ինչ-որ բանից այդ օրը հիասթափվում եք կամ տխրում, կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում։ Եվ այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք։ Դա կարող է լինել հիվանդանոց, ուսման կենտրոն, այնտեղ ոնց որ թե հյուր եք գնում կամ նման ինչ-որ բան, կամ կարող են գալ ստուգման ձեր գործունեությունը։ Եվ ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նորություն կլսեք, նաև հանկարծակի լուր, նույնպես երկուսն էլ, նաև օրվա ընթացքում ունեք թաքուն գործողություններ կամ թաքուն սիրավեպ, ոչ հետո հաճ պահեր կան օրվա ընթացքում, ինչ-որ բան ձեզ երջանկացնելու է, երեխաները ձեր հետ ավելի մտերիմ կլինեն, նաև կարող է ձեզ համար շատ հավատարիմ է, մտերիմ մեկը հղի լինի կամ ծննդաբերի դրա մասին իմանաք կամ գնաք, կամ իր երեխաներին պահեք, կամ ինքը ձեր երեխաներին, այդպես ինչ-որ գործողություններ են։ Եվ նաև հաջողություն ունեք այդ յուրաքանչյուր գործերում և հուզվում եք, գուցե նաև արտասվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 13-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, տան հետ կապած ոչ հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, մուտը տեղափոխվում եք կամ առիթ է կամ ինչ որ գործողություն է, որոնք տան հետ է կապված։ Նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նվեր կգնեք կամ նվեր կստանաք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, կլինեք նաև ձեր հարազատների շրջապատում կամ նաև դա կարող է լինել ինչ-որ մի բանում, հա, ոնց որ ձեզ լավ եք զգում, այդպես սիրված եք զգում, ձեր դրա համար ուրախ եք, այդպես։ Նաև սա սիրո խոստովանություն է կամ ձեզ կանեն կամ դուք կանեք։ Եվ նաև ունեք այստեղ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կթողնեք եւ ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որ չուշանաք կամ այդ օրը կպայմանավորվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 13-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ ինչ-որ մեկը կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, հյուր կարող եք ունենալ կամ դուք գնաք հյուր, հանդիպում, շփում, ընկերոջ հետ, կարող այդպես, ընկերն է գնում գալիս, եւ հրավերք, որը առիթի, կամ այդ օրվա համար, կամ մեկ այլ օր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 13-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ հարցեր են, որոնք որ ամեն ամիս գնում եք անելու։ Նա կարող է հղիությունը լինել կամ երեխային եք տանում բժշկի, կարող արդեն ծնվել է, տանում եք քաշը։
Բայց ինչ որ մի բան ձեզ դուր կարող է չգա, կարող է քաշը ճիշտ չի ավելանում կամ ինչ որ բան է, հա, պետք է անպայման երեխային ուշադրություն դարձնեք։ Նույնն էլ հղիության մասին կարող եմ ասել, կամ ինչ որ մի բանից մարդը հիասթափվում է այդ առումով։ Այստեղ հույսն է դրել եք ձեր ընկերոջ վրա, այստեղ թաքուն գործողություններ են, որոնք դուք եւ ձեր ընկերը կարող եք անել։ Նաեւ սա ընկերը ունի թաքուն սիրավեպ, այդպես ընդհանուր հույսով եք, որ դա չի բացահայտվի, եթե հատկապես ձեր ընկերը կամ ընկերուհին ամուսնացած են։ Նաեւ այստեղ ինչ որ մեկից հեռացում է, ինչ որ բանից է հեռացում, բաժանում, հանկարծակի լուր կլսեք, գումար կստանաք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ նաև կարող ընտանիքի անդամների հետ ինչ որ ժամ պայմանավորվեք եւ հանդիպեք ինչ որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 13-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ որ տհաճ պահեր ունեք, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, նոր հետո արեք, եթե ինչ որ բան պետք է անեք այդտեղ։ Ինչ որ բան է ձեզ տխրեցնում, հիասթափեցնում, կամ ինչ որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ որ պահից կարող եք հիասթափվել։ Հաջողություն ունեք, եթե հիվանդ եք կամ հիվանդ մարդ կար, ապա նա հաջողությամբ կապաքինվի, ամենայն դեպս հաջողություն ունեք նաև այն գործերից, որոնք որ քնած էին, այսինքն առաջ չէին գնում։ Գումար կստանաք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաև այստեղ եւս իրանց հետ երկար կմնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 13-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ որ մեկից կամ հեռացում է կամ բաժանում է կամ ինչ որ բան եք տալիս մեկին, այդպես
այստեղ ունեք նաև սիրային ժամադրություն, ոմանք էլ պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ միգուցե ճանապարհում եք, միգուցե գնում են ինչ-որ միտեղ։ Եվ այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Կամ կարող եք նման տեղ այցելել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև նորություն կլսեք, ինչ-որ մեկի հետ գումարի մասին խոսեք, արժեքի մասին խոսեք, կամ նաև դա վճարում եք, ինչ-որ մեկին եք գումար տալիս կամ վճարում եք, ինչ-որ բան եք գնում։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ է։ Գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն, այստեղ առողջության այսպես թե այնպես պետք է հետևեք, հնարավոր է դեղորայքին եք գումար տալիս կամ բժշկին կամ կոսմետոլոգին, կարող գնալ պարկել։ Եվ ինչ-որ գործեր չեք հասցնում այդ օրը անել ավարտել եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նորմալ է։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 13-ին։ Հարգելի այս եղջյուրներ, այդ օրը կամ շուտ եք պարկելու քնելու, կամ ավելի ուշ, կամ նաև արթնանալու նույնպես։ Օրվա ընթացքում եւս կարող ցանկանաք պարկել հանգստանալ, բայց նաև սա ինտիմ հարաբերություններ կարող է լինել։ Այստեղ նաև բժշկականի հետ կապված է, հնարավոր է նաև գնում եք այնտեղ պարկում։
կոսմետոլոգի մոտ կլինի կամ ոչ հիվանդանոց։ Օրվա ընթացքում ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, ինչ որ մեկից նամակագրական կապ կստանաք նամակ, նաև փաթեթ կարող է լինել դա եւ փաստաթղթերի հետ կապված ինչ որ գործողություններ։ Հեռախոսազանգ ունեք եւ ինչ որ մեկին եք կամ հրաժեշտ տալիս, բաժանվում կամ ինչ որ բանից եք բաժանվելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, այստեղ պետք է ուշադիր լինեք։ Հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև օցեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար խոսակցություններ, չար լեզուներ, այդպես։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, եւ այստեղ ուրախության արցունքներ են։ Ինչ-որ մի բանը ձեզ բավականին շատ կուրախացնի, եւ կարող եք նաև հարտասվել։ Տրամադրված լինեք, ինչ-որ այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սպասում եք ձեր սիրելիներին, ձեր հարազատ մարդկանց, ձեր երկրորդ կեսին, նաև նվեր կստանաք կամ դուք նվեր կտաք, կարող են ծաղիկներ, քաղցրավենիք, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, հավատարիմ, գուցե դա է, այդպես ցույց է տալիս իրեն։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան,
կամ այդպես նաև գիտեք, սպասում եք այդպես ոնց որ սիրով լցված, հեսա գալիս են, ինչ որ մեկն է, որ իրոք ձեզ հարազատ է։ Դե գումար կստանաք, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, ճանապարհ դե ձեզ մոտ կգան կամ դուք կգնաք, նաև ունեք այդ օրը ինչ որ հիասթափություն կամ տխրություն ինչ որ մեկից կամ ինչ որ պահից եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը, մի շտապեք։ Եվ կարող եք գնալ եւ ինչ որ միտեղ այդպես երկար մնալ։ Կարող է ձեր հարազատների հետ այստեղ երկար մնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։